2018-ից հետո թերևս են ամենաառաջին դեպքը, որ նաև շատերի կողմից ցավոք սրտի մոռացության մատնվեց, Նուբարաշենի բանտում մահացավ 44 օր հացադուլ հայտարարած լրագրող Մհեր Եղիազարյանը։ Առաջի զորն 2020 թվականին մահացավ մի շարք լուրջ հիվանդություններով բանտում երկար ժամանակ պահվող Մանվել Գրիգորյանը, հետո եկավ կորոնավիրուսը 2020 թվականին, այդ կորոնավիրուսից զոհերի թիվը ամենամեղմ հաշվարկներով կազմում է շուրջ 10,000 մարդ։ 2022 թվականին Երևանի Լեո Պարոնյան փողոցների խաչմերուկում վրա երթի ենթարկեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը 28-ամյա Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում, ու Նիկոլ Փաշինյանը չկանգնեցրեց իր շարասյունը, օգնություն չցուցաբերեց Սոնային, այսպես կողքով անտարբեր անցան, հետո էլ շատ կասկածելի հանգամանքներում այդ ռադիոկապի ձայնագրությունները անհետացան ու մեծ հաշվով դատական գործընթացը կարելի ասել մտել է փակուղի։ 2022 թվական հենց դատարանի դահլիճում ցավալիորեն բոլորս հիշում ենք այդ պատկերը, մահացավ քաղաքական հետապնդման ենթարկվող կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Ազատի կացարանի դեպքը դրանից հետո հաջորդեց 2023 թվականին Գեղարքունիքի մարզում, այո, երբ Զորամասի կացարանում կասկածելի հանգամանքներով հրդեհ բռնկվեց, որի զոհ դարձավ 15 զինծառայող, եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունը եւ նրա իշխանության ամենամեծ զոհերը եղան Արցախը եւ արցախցիները, որ նրա վարած քաղաքականության արդյունքում բանակցային գործընթացը տապալվեց, Հայաստանը ստացավ պատերազմ, ունեցանք մի քանի հազար զոհ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, հարյուրավոր անհետ կորածներ, գերեվարված անձինք, շուրջ 120,000 արցախցի ենթարկվեց էթնիկ զտման եւ դարձան փախստականներ։ Դրանից հետո արդեն գալիս ենք շատ ավելի, այսպես ասած, մեր օրեր, Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը, Փարաքար համայնքի ընդդիմադիր համայնքապետի, այս քաղաքական հետապնդումների շարքից այրվեց Երևանի Ավագանու Մայր Հայաստան խմբակցության ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան, ու մինչ օրս այդպես էլ պատվիրատուները ոչ հայտնաբերվել են, ոչ էլ պատժվել են, թե բոլորն էլ գիտեն, հա, ինչին էր, այո, նախորդել այդ դեպքերը եւ բոլորն էլ հասկանում են, թե պատվիրատուն որտեղ էր։ Դե նաև ապօրինի հետապնդման են ենթարկվում Նիկոլ Փաշինյանի բոլոր ընդդիմադիրները, հարձակում է իրականացվում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բանը հասել է նրան, որ արդեն ազգային ժողովի փոխոսնակի աթոռին նստեցված Ռուբեն Ռուբինյանը գնում է Սաղմոսավանքի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինին, այսպես հաթաթա է տալիս, մատ է թափ տալիս, թե վայ ամոթ քեզ, դու այդ ինչպես ես համարցակվել ես, ինչեր ես ասել, իսկ Տեր Օշինը ընդհանրապես ինչ էր ասել, հա, պսակադրվող զույգին ասել էր, հուսով եմ, որ ձեր քավորը նորմալ կարգին թասիբով տղա է ու կպահկան։ Բայց մի բան